Այսօր այս պատահական մեծությունների թեմայի վրայով անցնենք, ոնց ասացի, այսօր ժամանակային մի քիչ նեղոտ է ու համել, որ նյութը այդքան շատ չկար ծածկելու, այսօր մի քիչ ավելի տենց բլից դաս կանենք, պլանավորված է, ոնց որ մի հատ խնդիր PMF CDF-ից, մի հատ էլ խնդիր ավելի շատ տենց CDF-ից, մի քիչ հատկություններից խոսալ ու մի հատ է խնդիր բանից, պատահական մեծությունների անկախությունից ու բան joint distribution-ից, այդ իրար երկու փոփոխականի միասինական բաշխումից, խնդիրը հետևյալն է։ Ունենք մի հատ ազնիվ կոպեկ, այսինքն իր head ու tail կոպեկ հուշուգիր ընկնելու հավանականությունները երկուսն էլ հավասար են իրար։ Այս սրանց P-երը։ Հիմա երկու անգամ գցում ենք։ Հիմա մեզ հետաքրքիր է PMF-ը ընկած հուշերի քանակի։ Այսինքն քանի հատ հուշ ընկել է, դրանց բաշխումներն է մեզ հետաքրքիր։ Նախ առաջինը կասեք PMF-ը ինչ է ընդհանրապես։ Բաշխման խտության ֆունկցիան է։ Ինչ է ցույց տալիս ինքը։ Բաշխման խտությունն է ցույց տալիս։ Անունը լավ հարմար դրել են, բայց իմաստային ոնց որ այդ բանը ստանալու համար նախ առաջին օրինակ, որը խոսում ենք բաշխման խտություն։ Այսինքն մեզ սկզբում ինչ է պետք հասկանալ, օրինակ բոլոր հնարավոր տարբերակները ասենք։ Դե ամենասկզբում դե պատահական մեծությունն ենք նու սարքում, դրանից հետո բաշխման ֆունկցիան ենք ստանում ու դրանից հետո արդեն նոր խտության ֆունկցիան ենք ստանում։ Գերազանց։ Իսկ ինչ է իրենց ներկայացնում այդ մեր բանը, պատահական մեծությունը։ Կախված խնդրից բոլոր հնարավոր դեպքերի համար պատահույթի տեղի ունենալու հավանականությունը։ Շատ լավ, շատ ճիշտ է։ Ինքը վերցնում է տարբեր հնարավոր պատահույթներին համապատասխանեցնում է ինչ-որ հավանականությունների։ Այս դեպքում օրինակ մեր պատահույթների բազմությունը ո՞րն է, եթե երկու հատ զառ ենք գցում։ Խուշգիր, ղուշ, գիր-ղուշ և գիր-գիր էլի։ Tail, head, tail, head։ Շատ լավ է։ Իսկ այս խնդրում մեր ուսումնասիրության առարկան ղուշերի քանակներն է, չէ՞։ Այդ դեպքում ինչքան կարա լինի օրինակ հավանականությունը, որ կընկնի 0 հատ։ Այստեղ կարճ եմ գրում, x-ը հավասար է 0-ի, նկատում եմ, որ 0 հատ ղուշ բացվելու դեպքերի հավանականությունն ենք ուզում նայենք 1/4, ինչի որտեղ նայում ենք այս մի դեպքը, այստեղ այս բոլորի ամեն մեկի անհատական հավանականությունը 1/2 անգամ 1/2, 1/2, բոլորը 1/4 է, չէ՞։ Այստեղ վերցնում ենք մի հատ դեպք 4-ից ընդհանուր։ Այստեղ նայած չի կշռված են ամեն մեկը տարբեր հավանականություն, ուղղակի քանակները հաշվելով բավարար է լրիվ։ Okay։ Իսկ ինչ կլինի մի հատ ընկնելուն այս դեպքում։ Մեկ երկրորդ։ Okay, այս ու այս դեպքերի հետ գործ ունենք, այստեղ 2/4 ենք ունենում։ 2 հատ ընկնելը կլինի դե արդեն էլի 1/4 ու մնացած բոլորը, ասենք 3-ը արդեն կլինի 0, չէ՞ ուղղակի։ Շատ բարի։ Ըստ էության, այսինքն այդ մեր արտապատկերումը 0-ից 1/4-ին, 1-ից 2/4-ին, 2-ից 1/4-ին։ Այս մեր պատահական մեծությունն է այս դեպքում։ Մինչ այստեղ եթե ինչ-որ հարց կա համեցեք, եթե չեք կասեք, օրինակ ոնց են գծում իր գրաֆիկը, ինչ տեսք է ունենալու։ Հենց իր գրաֆիկը ու պատահական մեծության գրաֆիկը թե բանը բաշխման կներեք Հələ ֆունկցիա։ եկեք հələ պատահական մեծությանը, Եթե չեմ սխալվում, նու բան է եղնելու ինքը էլի։ Ես բանը վիճակագրություն չեմ հիշում, պոլիգոն են ասում դրան, եթե չեմ սխալվում։ Պրոստը կետեր, Այս չէ։ նշված կետերում, այս 0-1-ում այդ արժեքները մնացածում 0, տենց մոտավորապես։ Շատ ճիշտ է։
Ստեղ մենք ստեյության ուղղակի ունենք, այս դիսկրետ դեպքում մի քիչ բան է, անկապ է։ Ստեղ ոնց որ ունենալու ենք այս կետիկը, հետո ստեղ 0-ն այս 1-ում ունենալու ենք այս կետիկը, 2-ում ունենալու ենք այս կետիկը, ու այսքան բան։ Ինքը ուղղակի տենց մի հայացքով իրավիճակը ներկայացնելու համար բան է։ Հետարքիր դեպքերը արդեն անընդհատերը, որտեղ որ արդեն այսենց ինչ-որ պատմություններ կունենանք, բայց հա, դիսկրետի դեպքում ուղղակի սենց մի քանի տեղ կետիկ ենք նշում։ Ոնց որ սյունյակներով չեն անում։ Ինչ սյունյակ։ Տիպը այդ մեկ կետում մինչև բան էլի, մեկ երկրորդը տենց սյունյակ լինի։ Մեկ կետում մինչև մեկ երկրորդը սյունյակ։ Ուղղակի ոնց որ Այս կետ սենսը եք էլի հոգում նշել։ գծել։ Հա, էլի։ Դե այդ ավելի շատ հիստոգրամի մասին է խոսքը, այստեղ մենք Հա։ ուղղակի հենց կետիկներ ունենք, էլի միջակայքեր չունենք, որ ասենք 2-ից մինչև 2.5 եղած դեպքերը այս սրանք են, 2.5-ից 3 եղածները այս սրանք են։ Եթե շատ կետ լիներ ու ուզենայինք այդ կետերը խմբավորեինք, ասենց ասած դույլերի բաժանեինք ու ամեն մի դույլի համար խոսայինք, այդ դեպքում հա, ասենց պատկեր կստացվեր, այս կլիներ մեր հիստոգրամը։ Այստեղ չէ, այստեղ ուղղակի ընդամենը 3 հատ կետիկի հետ գործ ունենք։ Բարի, այդ դեպքում կասեք, իսկ ինչ բան է իրենից ներկայացնում CDF-ը ու ոնց կարանք իրան գծենք։ CDF-ը մեր բաշխման ֆունկցիան է, Cumulative Distribution Function։ CDF-ի ֆունկցիան ինչ հարցի է պատասխանում։ Որ ինչ PMF-ը, որ ինչ որ տրված թվից փոքր լինելու հավանականությունը չի ինքը։ շատ ճիշտ է։ Այսինքն օրինակ ասում ենք մինչև 3 հատ ընկնել, այսինքն կամ -2, -1, 0, 1, 2, այդքան անգամներ ընկնել։ Այսինքն ոնց որ ուղղակի իրար գլուխ ենք հավաքում դեպքերը։ Կարաք պատկերացնեք, որ ոնց որ այս ձախ կողմից սկսենք ու սենց քայլենք, որտեղ դեպք տեսնենք, հավաքենք ու ավելացնենք մեզ։ Այս դեպքում օրինակի համար ունենալու ենք, այսինքն մեր CDF-ը, որին գրում ենք այսպես, մեծատառ F-ով կարանք ստեղ պատահական մեծությունը նշենք, x-ը հավասար է հավանականություն, որ այդ պատահական մեծության արժեքը փոքր կլինի x-ից։ Այսինքն օրինակի համար f(x) 2-ը փոքր հավասար է, այդ մի քիչ բան է, նայած ինչ գրականությամբ ենք նայում, բայց եկեք մեծ հավասարով գրենք ստեղ։ Օրինակի համար 1-ի համար սա կլինի հավանականությունը, որ մինչև մի հատ կբացվի։ Այսինքն կամ 0 հատ կամ մի հատ։ Ստեղ գալու ենք, տեսնենք ահա 0-ն մտավ, 1/2, մի հատ էլ 1-ի դեպքում ներողություն 1/4։ Մի հատ էլ 1/2-ի համար 1/2, ցած գումարենք իրար։ Այսինքն ըստ էության սրա դեպքում էլ ունենալու ենք հետևյալ դեպքերը։ Այստեղ x-ը փոքր է 0-ի դեպքում ինչքան կլինի CDF-ի արժեքը։ Ինչքան է հավանականությունը, որ 2 անգամ կոպեկ գցենք, մինչև 0 անգամ կբացվի ղուշ։ 0։ 0, անհնար է։ Այստեղ մինչև ստեղ ինչքան հավանականություն կա, չկա։ Հետո, երբ որ x-ը 0-ից 1-ի արանքում է, ստեղ որ դեպքն է մեր մոտ առաջանում, Այդ մեկն էլ է մտնում, հա, մեկն էլ մտավ։ Ահա, ավայ հավանականություն, լավ նշում է, չէ, առանց 1-ի։ Հա, ուրեմն կլինի այս 1/4 հավանականությունը։ Մենակ սա է, կներեք, մինչև 0.8 անգամ բացվելը հավանականությունը 1/4 է։ Հետո եթե գանք արդեն այս 1-ից մինչև 2 չներառյալ, դե ոնց որ մինչև 2-ի մեջ, այժմ եկեք այլավ ասած գրեմ, էլի, x-ը մինչև 2, ստեղ արդեն այս մեր 1/4-ին ավելանալու է 1 էլ 1-ի դեպքը, չէ։ Ու հետո մի հատ էլ եթե գնանք 2-ից n կողմ, մեծ հավասարով, արդեն կկարողանա այս ամենավերջի 1/4-ի դեպքը ու կունենանք 1/4 գումարած 1/2 գումարած 1/4։ Այդ cumulative-ը ոնց որ ընթացիկ միավորված, ասենք, գնալով մի հատ ավելացնելով
գնում ենք դեպքերը։ Աչից ձախ շարժվում ենք մեր համար։ Վերջը ստանում ենք sense մի հատ ինչ-որ պատկեր։ Ու մի հատ եթե սա էլ գծենք ու հարց տեսնեմ հարց կա թե չէ ինչ-որ ցանկացած, այստեղ արդեն մեր մոտ լինելու է այս մեր մեծատար f x-ը, այս մեր x-ը, մինչև 0 կետը լինելու է 0։ Հետո այս 0 կետում թռնելու է դեպի 1/4։ Այսինքն գալու է մինչև 1 կետը։ 1 կետում ավելանալու է հազարդակ մեր մոտ։ Ինքը 1/4-ից ավելանալու է մի հատ էլ 1/2-ով ու գա հասնի 3/4-ին։ Այստեղից շարունակի sense գնալ մինչև 2, ու սրանից հետո արդեն ուղղակի գնա մինչև 1։ Սա իր C, D, F-ն է։ Ունենք մի հատ արդեն անընդհատ պատահական մեծություն, իր PDF-ն է մեզ հայտնի։ PDF-ը արդեն մոտ probability density function-ը, այնտեղ եթե հատիկ քաշերի հետ գործ ունենք, ամեն մի տես դեպքի համար իր հավանականությունն ենք նայում, probability mass function-ներ։ Ստեղ արդեն առանձին դեպքեր չկա, ստեղ արդեն խտություն ենք ընդհանուր նայելու։ Ու որպես այդպեսին, ասենք եթե ասում եմ 1-ից մինչև անվերջություն թիվ մտքում պահեք, ամեն մի կոնկրետ ընտրված թվի համար հավանականությունը 0 է լինելու։ Իրականում նաև ամեն ինտերվալի համար է ստացվելու 0 այս դեպքում, որովհետև անվերջություն ենք բաժանում։ Բայց հա, ստեղ արդեն այն շատ խոսքը գնալու է ինչ որ կտորների հավանականություն, ըստեղից ըստեղ արժեք։ Այս ունենք մի հատ կոնկրետ մի հատիկ, ստեղ մի քիչ այդքան լավ ֆորմատավորված չի, բայց ասում ենք c անգամ y-ի -x հետևյալը։ Ու հիմա առաջի հերթին ուզում ենք պարզենք, իսկ c-ն ընդհանրապես ինչի է հավասար։ Այսինքն ունեմ հետևյալը fx x-ը, f-ը փոքրատառ եմ գրում, որտեղ ստեղ արդեն խտության ֆունկցիան է, ինքը բանը չի, բաշխման ֆունկցիան չի։ Սա մեր մոտ լինելու է c անգամ y-ի -x դրական x-երի համար ու չդրականների համար էլ ուղղակի 0։ C-ն 0-ից մեծ է։ Ու ոնց որ թե մեզ ուղղակի տվել է բաշխման ֆունկցիա ու վերջ, ու ասում է C-ն գթի։ Այդ ոնց պետք է մոտենանք ընդհանրապես դրան։ Մենք որ իր եւ գումարը տալու ամենք, եթե ինտեգրենք իր այդ հայտնի միջակայքում, պետք է հասարացնենք 1-ի։ Այսինքն ըստ էության ինչ նշանակում որ ասում ենք հավանականությունը 1 լինի։ Այսինքն բոլոր դեպքերին Կնք մի քիչ ավելի շուտ ասենք, որ հավանականություն 1 է հաստատ այդ արժեքը կլինի։ Հիմա եթե ես ասեմ դիտարկեմ մինուս անվերջից անվերջ բոլոր հնարավոր արժեքները։ Ինչքան է հավանական, որ այն արժեքը որ կլինի, այդ բոլոր հնարավոր արժեքների մեջ է։ Հաստատ, չէ՞, միանշանակ։ Այսինքն օրինակի համար եթե զառը ես Այճիշտ բոլոր հնարավոր տարբերակները եթե գումարենք իրար, ոչ թե հենց այդ մի հատ դեպքի։ Այսինքն զառը եթե գցում եմ, ներողություն, կոպեկը եթե գցում եմ 2 անգամ, հավանականությունը, որ -1 անգամ, -2 անգամ, 0 անգամ, 1 անգամ, 2 անգամ եւ այլն կընկնի, այդ ամեն ինչի հավանականությունների գումարը պետք է վերջը 1 լինի, որովհետեւ զառը որ գցում ենք, մի բան դա պետք է երևա։ Սա հնարավոր տարբերակներից ինչ որ մի տարբերակ լինելու է։ Հնարավոր չի որ գցենք ու պարզվի 150% հավանականություն է ստացվում ի վերջո, եթե գումարենք մի անգամ ընկնելու հավանականությունը, ասենք 1.5 անգամ ընկնելու եւ այլն։ Մենք գիտենք, որ ի վերջո մի բան պետք է տեսնենք, այստեղ էլ կարող ենք ասենք, որ բոլոր հնարավոր արժեքներով եթե անցնենք, այսինքն այստեղ եթե ունենք ասենք ինչ-որ մի հատ PDF ուստեղ ասենք տարբեր կտորներ, տարբեր հնարավոր արժեքների հավանականություններ են ասում, ասենք 1-ից 3 ընկնելու հավանականությունը թող լինի գցենք 10%, շատ ավելի փոքր ասցի, 3-ից 4 լինի 5% եւ այլն։ Ի վերջո բոլոր հնարավոր արժեքները լինելունը, այստեղ էս ամեն ինչը պետք է հավասար լինի 1-ի, չէ՞։ Իսկ մեզ պետք է մեր խնդիրը գայսա նրան, որ պետք է հաշվենք ինտեգրալ մինուս անվերջից անվերջ
C y մինուս x dx-ը։ Ոնց կարանք սա անենք։ Իրական ոնց որ երկու մասի բաժանենք մինուս անվերջից 0 0-ից անվերջ, քանի որ մինուս անվերջից 0 տեղամասում ինքը 0 է, ուրեմն ինտեգրալն էլ է 0, այդ կարանք երևի չգրենք էլ։ Ճա, Ոնց որ դուք եկան սխալ գրեցիք, պետքա հաշվեք մինուս անվերջից անվերջ fx-ը, որը այդ մի տեղամասում կընդունի 0 արժեքը, այն մի տեղամասում կընդունի բանը, էլի։ Ես տեղադրել եմ իր արժեք։ 0-ից պլյուս անվերջ պետք է հաշվենք, ոնց որովհետև եթե 0-ից փոքր է 0 է ինքը, էլի, դա կանանք ուղղակի 0 գրենք 0 գումարած, ինտեգրալ 0-ից պլյուս անվերջ c անգամ y մինուս x dx։ Հա, իրականում ճիշտ նշում է, ոնց որ գրածով նույն բանն է ստացվում, այսինքն արժեքով նույն բանն է ստացվում, բայց գրելու ձևի տեսանկյունից սխալ է, շատ տեղին նշում է, մերսի։ Հա, այստեղ արժեքը տեղադրելուց ավճարեցի։ Այս կտորում, մինուս անվերջից 0 կտորում մենք ունենք գործ ստեղության ուղղակի 0-ական ֆունկցիայի հետ, 0 dx-ի։ Ստեղ էլ գործ ունենք արդեն c y մինուս x dx-ի հետ։ Մերսիներ նշումների համար։ Ստեղ ինչքան 0 ուզում ենք իրար գումարենք, արդյունքը 0 է։ Իսկ այս ինտեգրալը ինչի հավասար կլինի։ Այդ որ ֆունկցիան պետք է հացանցենք, որ ստացվի c անգամ y մինուս x։ Մի հատ ասեք մինուս c y մինուս x։ Նույնը պրոստը բացասական։ Հա, հասկացա։ Մի քիչ ավելի դանդաղոտ սրան հասնելու համար կարանք մի հատ օրինակ ասենք, որ սա դուրս բերենք բանից, ինտեգրալից, որտեղ ուղղակի հաստատունով բազմապատկում է։ Ունենք c անգամ ինտեգրալ 0-ից անվերջ y մինուս x dx ու y մինուս x ստանալու համար, եթե y-ը հացանցենք, հացանցյալը ուղղակի y-ը լինելու, մինուս x-ի համար ստեղ, եթե y-ի մինուս x-ը դիտարկենք որպես տարբերակ, լինելու էր էլի y մինուս x-ը նույն ձև, բայց մի հատ է մինուս x-ի հացանցյալ, այսինքն մի հատ մինուս էր առաջանալու։ Ուրեմն այս մինուսի հարցը լուծելու համար պետք է մի հատ մինուսը ստեղ դնենք, որ երկու մինուս իրար գային ուտեն, ու արդյունքում պատասխանը ճիշտ է, ստացվելու էր, որ ստեղ ուղղակի ունենալու ենք են, որ ասում ենք լինի բան։ Ինտեգրալը հավասար է լինելու սրա մինուս c-ի մինուս y-ի x։ Այսինքն ճիշտ է։ Ու նայում ենք այս ամեն ինչին 0-ից անվերջում։ Եթե սա հաշվելու լինենք, եկեք տեղափոխվենք այստեղ նոր գույնով։ Մենք ստեղ ստորությունն ասում ենք մինուս c-ի, ուրեմն պետք է արժեքները տեղադրենք հաշվենք, չէ՞։ Միտեղ ունենք 1-ը բաժանած y-ի անվերջություն, ասես մի քիչ չի կարելի գրել, բայց ըստ էության սա է, մինուս արդեն y-ի մինուս 0, չէ՞։ Այսինքն y-ի 0։ Սա ինչի պետք է հավասար լինի, ժողովուրդ, ինչ կասեք։ Այս սաղ ինտեգրալը ի վերջո ինչի ենք ասում հավասարը։ 1-ի։ 1-ի, չէ։ Գերազանց։ Ուրեմն այս կողմից էլ ունենք ստեղ 1-ը բաժանած y-ի անվերջությունը, սա ձգտումը 0-ի է գնում։ Ստեղ ստացվում է, ասում ենք մինուս c անգամ մինուս 1։ Իսկ ստացվում է c-ն հավասար է 1։ Հոպա։ Այս դեպքում արդեն մեր ունեցած բաշխման ֆունկցիան լրիվ վալիդ է լինում։ Իրոք ճշմարիտ բաշխման ֆունկցիա է լինում։ Որտեղ հատկությունը չի խախտվել իրա։ Եկեք հաջորդ քայլով փորձենք գտնել իրա բանը։ Բաշխման ֆունկցիան։ Սա ստեղծում նշանակում է ուղղակի հավանականություն, որ x-ը փոքր հավասար է x-ից, չէ՞։ X-ը փոքր 0-ի դեպքում ինչ կլինի։ Միանգամից կարաք ասեք։ 0։ Հա, այս դեպքում ուղղակի սովորական 0 է մեր մոտ։ fx x։
Իսկ իրար հետ ինչ համապատասխանության մեջ են բաշխման ֆունկցիան ու բանի ֆունկցիան, խտության ֆունկցիան։ ինտեգրալ նկարը։ Շատ ճիշտ է։ Սա մեր մոտ լինելու է ինտեգրալ, այստեղ ասեմ 0-ից, որտեղ մինուս անվերջից մինչև 0-ն գիտենք, որ 0-ը բան չի փոխում, 0-ից մինչև x, y-ի մինուս x-ը գրեմ t, dt, որտեղ x-ը ստեղ օգտագործում ենք։ Այս է, չէ՞ մեր մոտ։ Այս չհասկացա, այս ինչ արեցինք։ Ստեղ փորձում ենք գտնել հիմա բաշխման ֆունկցիայի համար բանաձևը, ու գիտենք հարաբերությունը, որ խտության ֆունկցիան այդ բաշխման ֆունկցիայի ածանցյալն է, կամ հակառակը, բաշխման ֆունկցիան գտնելու համար, մինչև ասենք x կետում բաշխման ֆունկցիան, այդ այս մեր պատահական մեծության մինչև x-ը ընդունած արժեքների հավանականությունը, այսինքն այս կտորի հավանականությունը։ Այսինքն մեզ պետք է ասենց գումարելով գնալ բաները, բոլոր հավանականությունները, անընդհատ գումարնել, դա մեր մոտ նույն ինտեգրալն է։ Դրա համար այստեղ գիտենք, գտել ենք, որ մեր ֆունկցիան այդ 1 անգամ y-ի մինուս x-ն էր։ Հիմա պետք է նայեմ այս 1 անգամ y-ի մինուս x-ի մինչև 0, մինչև x կետը ընկած մակերևույթի մակերեսը։ Okay։ Հա։ Շատ բարի։ Այստեղ այսքան պետք է ուղղակի բռնենք սա հաշվենք։ Այս էլ էլի նույն ինտեգրալն է, չէ՞, այստեղ ասում ենք մի հատիկ մինուս ու y-ի մինուս t, ու սա այստեղ մեր մոտ x0։ Խարտ կարող է տեղերը շփոթեցի պահի տակ, բայց այստեղ մեր մոտ սա լինելու է ուղղակի մինուս y-ի մինուս t, հավրոձի մինչև որտեղը վերևն ենք գրում, y-ի մինուս x, այստեղ մինուս y-ի մինուս 0, այստեղ փակագից։ Սա մեզ ի վերջո տալու է այստեղ մինուս մինուս պլյուս 1, ստացվելու է 1 մինուս y-ի մինուս x։ Այս էլ մեր բաշխման ֆունկցիան է ստացվում միանգամից։ Ջան, ես մի բան հարցնեմ, էլի, այդ բանը այն մյուսը խտության ֆունկցիան գրաֆիկորեն ինքը որ նայում ես, մոտավորապես հասկանում ես, որ այսինչ ինտերվալում հավանականությունը ավելի շատ է, որ ոնց որ նոր եկածը կընկնի այդ միջավայրում, չէ՞, ոնց որ իմաստային, էլի։ Բաշխման ֆունկցիան ոնց կարելի է մեկնաբանել։ Բաշխման ֆունկցիան մեր մոտ հիմնականում ինչ որ այս սենսոտ տեսքեր է ունենում։ Ինքը միշտ սենց գնալով աճում է, իր հատկություններն որ միշտ աճում է, միշտ դեպի անվերջ եթե նայենք 1 է լինում հավանականությունը, այստեղ մինուս անվերջ նայենք 0 է լինում հավանականությունը, ու իրան մեկնաբանելուց ընդհանուր ոնց որ նալու ենք տեսնենք օրինակի համար, եթե ինձ հետաքրքիր է բան։ Նախ օրինակ նայելու ենք տեսնենք ինչ որ տեղեր կա, որ sense կտրուկ թռիչքներ է անում։ Եթե ինչ որտեղ կտրուկ թռիչք կա, կնշանակի հենց այդ կոնկրետ այդ դեպքի հավանականությունը շատ մեծ է։ Ես ոնց որ իմ գլխում պատկերացնում եմ իրան որպես ոնց որ sense ունենք տարբեր դեպքեր, -5, -4, -3, բայց դա էս ամեն ինչը անընդհատ բանով։ Ու այս մեր բաշխման ֆունկցիան ասում է, որ եթե տենց բոլորին կանչենք թիմ, sense ասենք դուք է միացեք մեր պատահույթին, ձեզ ենք ներառում, զառը գցել ենք, մինչև 4-ն ենք նայում, 1-ին, 2-ին, 3-ին ասում ենք եկեք։ Այդտենց նայում ենք, տեսնենք, թե օրինակի համար, որտեղ կընդունի 1/2 արժեքը սա, ասենք զառի մինչև ուր ընկնել պետք է նայենք, որ 50-50 լինի դրա հավանականությունը։ Մենք այդտեղ տեսնենք 3 կետը։ Կամ օրինակի համար տեսնենք, եթե sense տեսնենք սիրուն հանգիստ աճումը, նկատենք, որ ոնց որ թե դե բոլոր դեպքերն էլ իրար նույնչափ հավասար են, բայց եթե օրինակ տեսնենք այսպես ինչ որ բաշխման ֆունկցիա, որ sense շմթռավ ու ստեղ տափակա, կիմանանք, որ սա հավանականությունը կենտրոնացած է փոքր արժեքների վրա, մնացած արժեքները ավելի բան են, ավելի ցածր հավանական են, դեպի ձախա ընկած բանը, սա քաշը, կամ հակառակը, եթե այսպես բաշխման ֆունկցիա տեսնենք, որ sense դանդաղ աճում, հետո հենց թիմի մեջ սկսում ենք ներառել ավելի մեծ արժեքներ հնարավոր, կոպեկը 10 անգամ ընկնի, 11 անգամ ընկնի, այդտեղ է կտրուկ աճում, դա էլ արդեն կնշանակի, որ այս վերևի արժեքների տիրույթն է, որ մեր մոտ բարձր հավանական են։
Այս ասած մեկնաբանությունները ավելի հարմար է նայել հենց բաշխման ֆունկցիայով, որովհետև ներողություն հենց խտության ֆունկցիայով ավելի հարմար նայել։ Բաշխման ֆունկցիան ուղղակի ընդհանուր կասի, եթե մինչև այսքանն է ինձ հետաքրքիր։ Այդ դեպքում ինչի մասին է խոսքը գնում։ Չգիտեմ, նորմալ է։ Ինձ մի քիչ դուր չեկավ բացատրությունը, բայց միտքը պատկ, շատ բարի։ Էլ ինչ Հա, մի բան էլ էլի հարցնեմ Հայկ ջան, մեկ էլ ես հիշում եմ այն օպտիմիզացիայի ժամանակ ոնց որ բայեսի բան անցանք, չէ, օպտիմիզացիա անցանք ու այս խտության ֆունկցիաներն էինք այնտեղ տենց նայում, թե ես սխալ եմ հիշում։ Չէ, այնտեղ բայեսյանի Բաշխվածության հետ էինք առնչվում, հավանականային բաների հետ էինք առնչվում, թե չէ։ Հա, շատ ճիշտ եք հիշում։ Այնտեղ բան ունեինք, երբ որ ունենք օրինակի համար լավագույն արժեք ֆունկցիայի, որ ընդունել էինք, մեզ հետաքրքիր էր լինում ինչքան հավանական է, որ ասենք սենց էլ մի հատ ինչ-որ ֆունկցիա ունենք, ստեղ էս իր ամենափոքր ունեցած արժեքն է մեր սպահին, մենք ամեն մի կետի համար բռնում վերցնում էինք, հաշվում էինք մի հատ ինչ-որ բաշխում է այդ հավանականությունների, որտեղ մենք ֆունկցիա ունենք, որ ասում էր միջինում գուշակությունը սա է, բայց այսպես բաշխում ունի։ Այստեղ նայում էինք այս կտորի, այսինքն այս միջինից այս կողմ ենք գալիս, այս կտորի հավանականությունն էինք նայում օրինակ։ Այստեղ ավելի փոքր արժեքը նշանակում է լավանում է կետը, որտեղ օպտիմիզացիայում փորձում ենք մինիմում գտնել։ Այս շատ լավ հիշացրեցիք իմ ինջայլոց, շատ լավ էր։ Բայց ինչը կուզեք ավելի կոնկրետ խոսանք սրանից։ Ես հիշում եմ այն ժամանակ, երբ որ անցանք, ասեցինք, երբ որ կգանք հավանականությունների տեսություններ, երևի թե կավարտենք, մի հատ նորից սրան կանրադառնանք, կամ կարա թող մնա ես մի հատ նորից վիդեոն կնայեմ ու երբ որ հաղթեսից հետո անդրադառնանք, ավելի տենց կնստի, էլի։ Հա, կարելի է, որտեվ իրականում ստեղ բանը ոնց որ այս բաշխումները, որ վերցնում ենք, իրենց մատսպասում դիսպերսիայով ենք ըստ դրան նայում, այսինքն այս թեման մի քիչ ավելի հետո վերհիշելը լավ կլինի, բայց այս շատ լավ արեցիք, որ հիշեցրեցիք, մի հատ ես էլ մոտս նշեմ։ Այսի օպտիմ նայել։ Ժողովուրդ, ով տեղյակ չէր ինչի մասին է խոսքը գնում, օպտիմի կտորի ժամանակ մի հատ բայեսյան օպտիմիզացիա թեմա ենք անցել, որի մեջ այս թեմաներից եղել են, այդ բայեսյան օպտիմիզացիան շատ ուժեղ օպտիմիզացիայի սկզբունք է, երբ որ ունենք իրոք տենց շատ զզվելի դժվար օպտիմիզացիայի ֆունկցիաներ, որոնք որ շատ երկար են աշխատում կամ իրենց տենց տեսքը չգիտենք բանաձևային։ Եթե հետաքրքիր է, կարաք դուք էլ նայեք, որ երբ որ դասին դա քննարկենք, ձեզ էլ ակտուալ լինի։ Մեկ էլ կասեք օրինակ ոնց կարան գտնենք այսա, ասենք 1-ից 3 ընկնելու հավանականությունը։ Ինչ տարբերակներ կան։ Այստեղ արդեն հիշեցինք ինչերի բանաձևերը ունենք հաշված։ Եկեք լավ ստեղծենք։ Մոտեցման առումով էլի ինչ երկու տեսքով կարան գրենք բանաձևը։ 3 հաշվենք անենք մինչև 1։ Գերազանց։ Այսինքն միանգամից ինտեգրալ այդ շրջան։ Կրկին գերազանց։ Եթե սա ունենք, իր բանաձևը մեր մոտ կա, կարանք իր 1-ից 3 օրինակի համար այս կտորի ինտեգրալ հաշվելու համար պետք է նայենք ինտեգրալ 1-ից 3 ու իր բանաձև, չէ, y-ի մինուս t։ Ճիշտ եմ հիշում այս բանաձևը։ Այս մի տարբերակն է։ Մյուս տարբերակն է, որ երբ որ սրա բանաձևը արդեն ունենք ու եթե ավելի հաճելի տեսք ունի, 1-ից մինչև 3-ը ընկած մակերեսը, այդ նույնն է ինչ մինչև 3-ը ընկած մակերես, այսքան։ Հանած մինչև 1-ը ընկած մակերես։ Սենց որ գնում ենք, տակը մնում է 1-ից 3-ը ընկածը։ Իսկ սա կարան գրենք ուղղակի որպես fx 3 մինուս fx 1, ու սա կլինի մեր մոտ զուտ 1 մինուս y-ի մինուս 3, այստեղ այս բանաձևն օգտագործում։ Հանած 1 մինուս y-ի մինուս 1։ Օպալա։ Ու սա զուտ տալու է y-ի մինուս 1 մինուս y-ի մինուս 3։ Շատ բարի։ Պատահական մեծությունների անկախությունից Նայենք սենց մի հատ խնդիր։ Մի հատ զար ունենք,
Օփ։ Այս մեր զառը կրկին են հավասար հավանական արդար ազնիվ զառերից, հա։ Ու ունենք երկու պատական մեծություն։ Մեկը ուսումնասիրում է, մեկը հավասար 1-ի, եթե ընկած թիվը զույգ է։ Ու 0-ի, եթե զույգ չի։ Այդ մեր x-ը թող լինի։ Զույգ չին կարելի կենտ գրի, ուղղակի չֆայմեցի։ Մյուսն էլ ստուգում է տեսնի 3-ից մեծ է, թե չէ բանը։ Եթե 3-ից մեծ է, y-ը մենոտ 1 է, եթե 3-ից փոքր է, y-ը 0 է։ Այդ է ունենք։ Հիմա նախ առաջինը ասում է, խնդրում ենք գտի բանը, joint distribution-ը, իրենց այս կպցրած, միացրած բաշխումը, սենց ասած։ Միավորված բաշխում, եթե չեմ սխալվում, հայերենով տենց էր տերմինը։ Ոնց կարանք սա անենք։ Այսինքն եթե 5 է, ուրեմն 1 է ընդունելու արժեքը, հա? Չէ, եթե 5 չէ, Եվարկյան զույգ է ու 3-ից մեծ, այսինքն 4 ու 6-ի դեպքում 1 է ընդունելու, հա? Եկեք աղյուսակը մի հատ արագ գծենք, այստեղ թող լինի զառի ընկած բանը, այս մեր զառը գծենք, այստեղ մեր x պատահական մեծություն, թող լինի այստեղ y-ը։ Հիմա եթե 1 է, եկեք մի հատ այսպես արագ անենք, 1, 2, 3, 4, 5, 6։ X-ը հաշվում է զույգա թե չէ, եթե զույգա 1 է, եթե զույգ չի 0 է։ Այսինքն այս մեկը մեր մոտ այսպես է, 0, 1, 0, 1, 0, 1։ Y-ն էլ ասում է 3-ից մեծ է թե չէ, այսինքն այս առաջի 3 դեպքում 0 է, հետո հերթով 1 է։ Ուստեղ այս ամեն մի հնարավոր դեպքը, ինչքան օրինակ 5 ընկնել, 4 ընկնել, բան ընկնել, ամեն մեկի հավանականությունը ինչքան է։ 1/6։ Սա 1/6։ Սա հավասար հավանական դեպքեր ունենք ու ամեն մի տարբեր դեպքի համար մի պատական մեծություն մի արժեք է ստանում, մեկը ուրիշ արժեք է ստանում։ Հիմա մեզ ընդհանուր հետաքրքիր է լինելու իսկ սրանք ինչ որ ձև իրար հետ կապված են, թե չէ։ Այսինքն օրինակի համար x-ի արժեքը իմանալը կօգնի y-ի արժեքը իմանալ, թե չէ, թե ընդհանրապես տարբերություն չկա։ Այսինքն օրինակի համար, եթե, չգիտեմ, դուք ու ձեր ընկերը միասին գնում եք դպրոց, չգիտեմ ինչ օրինակը, դուք գիտեք, որ ուշացել եք, կամ ձեր ուշանալու հավանականությունը ինչ որ բան է, ձեր ընկերոջ ուշանալու հավանականությունը կապ ունենալու է ձեր ուշանալու հավանականությունը, թե չէ։ Հա, ունենալու է, կապված եք իրար հետ։ Իսկ ստեղ օրինակի համար, եթե գիտենք, որ y-ի կանք sense պատկերացնենք, ուզում ենք հասկանանք հավանականությունը, որ զույգ կընկնի ընկնելու զառը, մեկը գալիս է ասում է, գիտես ինչ 3-ից մեծ է ընկել։ Մյուսն է գալիս է ասում է, գիտես ինչ 3 բան ծվածեղ եմ կերել։ Այդ երկու ասած պնդումն էլ մեզ նույն քանակի ինֆորմացիա կտան, թե չէ։ Ինչ որ օգուտ կգա մեզ այդ պնդումներից ինչ որ մեկից, թե չէ։ Եթե կգա, ուրեմն անկախ չեն այդ երկու պնդումները, իրենց հետ ինչ որ կապ կա, ազդում են իրար վրա։ Եթե չի գա, ուրեմն անկախ է։ Այստեղ ուզում ենք ի վերջո մեզ դա է հետաքրքիր լինելու այստեղ։ Այստեղ եթե ուզենք այս աղյուսակը միանգամից այս x-ին y-ին իրար կապված ձևով ցույց տանք, այսինքն մեզ հետաքրքիր է արդեն x, y իրենց միասնական բաշխումի, իրենց joint distribution-ը։ Joint distribution-ը ունենալու է ըստ էության բան դեպքեր, չէ՞։ Այստեղ եթե սա մի հատ գծենք, այստեղ եթե գրեմ x-ի արժեքները, այստեղ y-ի արժեքները, հնարավոր տարբերակները այստեղ լինելու են 0 ու 1, չէ՞, այստեղ էլ 0 ու 1։ Հիմա ինչքան է հավանականությունը, որ համ x-ը կլինի 0, համ y-ը կլինի 0։ Որ դեպքերում է լինում, որ համ x-ը, համ y-ը 0 են։ Այս աղյուսակին եթե նայեք։ 2/6, հա։ Ահա, ճիշտ է, 2/6-ը պատասխանը, իսկ դեպքերը որոնք են։ 1 եւ 3։
Շատ ճիշտ է։ 1-ը եւ 3-ն են դեպքերը։ Այսինքն ունենք երկու դեպք 6-ից, ստանում ենք 1/3 հավանականություն։ Ինչքան է, որ x-ը կլինի 0, y-ը կլինի 1։ Նայում ենք x-ը 0, y-ը 1, սա չի։ X-ը 0, y-ը 1։ Չլսեցի ինչ ասացիք, բայց ոնց որ թե ճիշտ ասացիք։ Ասում եմ ոնց որ թե մի դեպք է։ Հա, ճիշտ է, մի դեպք է։ Այս դեպքն է։ Հիմա x-ը 1, y-ը 0, այս էլ մենակ այս դեպքն է, մենակ երկուսի դեպքն է։ Այստեղ նորություն 1-5 չպետք է գրեի, պետք է ուղղակի 5 գրեի։ Սա էլ 1/6, իսկ այն որ երկուսն է 1 ընկնեն, սա էլ 4 ու 6-ի դեպքն է, սա էլ ստացվում է կրկին 1/3։ Ու կարելի է նաև, ինչպես զարմանալի չի, եթե բոլոր հնարավոր դեպքերով անցանք, այս գումարներն էլ եթե նայենք, լինի 1/6 գումարած 1/6, 1/6 գումարած 1/3, սա պետք է 1 լինի։ Սա որպես ստուգում, որ սխալ չենք արել։ Շատ բարի։ Ստեղ կա մի հատ էլ գաղափար marginal distribution-ի, որը որ լեքսիան որ նայեցի, ոնց որ թե լրիվ չեք ծածկել դեռ, բայց եթե կարճ մի խոսքով ասենք, marginal distribution ասելով կհասկանանք այն, որ եթե նայենք ուղղակի x հավասարազորի բոլոր դեպքերը, այսինքն y-ի դեպքը, y-ի հավանականությունների կտորը շպրտենք մի կողմ։ Այսինքն ուղղակի ասենք հավանականությունը, որ x-ը հավասար է 0-ի։ Ստեսա լինելու էր 1, 3, 5, սա մեր մոտ 1/2 էր ուղղակի լինելու։ Սա նույնն է ինչ նաև, եթե ուղղակի ըստ տողերի կամ ըստ սյուների գումար նայենք։ Սա 1/3 գումարած 1/6-ն է մեր մոտ։ Նույն կերպ իրականում ստեղ է լինելու x-ը հավասար է 1-ի marginal distribution-ը, այսինքն անկախ y-ներից, բոլոր y-ները միասին։ Էլի 1/3 գումարած 1/6-ն է լինում, սա էլ 1/2, նույնն էլ այս մեկի համար, սա 1/2-ն է։ Բայց այս marginal-ը պրոստը ձեռի հետ նշում, քանի առիթ է։ Այսինքն միշտ ինքը կդառնա այդ սիմետրիկ մատրից, եթե տենց մատրիցային բաներով գրեք, թե էսի ուղղակի տենց համընկավ։ Այս մեկով զուտ տենց բախներս բերեց, որպես այդպեսին երաշխիք չկա, էլի, որ սիմետրիկա լինելու։ Կարա իրականում լավ վարություն լինի, փորձել բան, բզբզալ գտնել նենց պատական մեծություններ, որի դեպքում այս x, ասենք 1, 0 ու 0, 1-ը տարբեր բաներ կլինեն։ Բայց ամեն դեպքում ստեղ օրինակի համար, եթե արդեն այս աղյուսակը ունենք, ոնց կարանք ստուգենք անկախության պահը։ Եթե հատումը հավասար չի ամեն մեկի արտադրյալին, ուրեմն անկախ չեն, չէ՞։ Գերազանց։ Այսինքն մենք օրինակ նայելու ենք, որ ասենք x-ը հավասար լինի ինչ որ x-ի, եկեք գցենք 1-ի, ու y-ն էլ հավասար լինի, ասենք էլի 1-ի։ Հիմա եթե իրարից անկախ լինեն, հավանականությունը, որ ձուն կգա, ու հավանականությունը, որ բան, Տրամպը Վենեսուելայի վրա կհարձակվի, ձուն կգա Հայաստանում։ Ուղղակի պետք է առանձին հաշվենք այդ ամեն մեկի հավանականությունը, չէ՞։ Այսինքն պետք է ստեղ ասենք px-ը հավասար է 1 անգամ py-ը հավասար է 1։ Եթե իրարից անկախ են, եթե իրար ոչ մի ազդեցություն չկա։ Եթե ազդեցություն կա, արդեն sense չեն կարա բաժանենք երկու մասի կտրենք։ Հիմա այս դեպքում եթե նայենք, սա x-ը 1 y-ը 1, ստացվում է մենք նայում ենք այս տողեսյուն, այսինքն 1/3-ը, չէ՞։ Իսկ ընդհանուր եթե նայենք հավանականությունը, որ x հավասար է 1, այդ ինչքան է։ Այսինքն կոպեկ ենք գցում, ինչքան է հավանականությունը, որ բան, նեղություն զառ ենք գցում, ինչքան հավանականությունը, որ զույգ կընկնի։ Ինչքան է։ 1/2, հա։ 1/2, հա։ Նույնն էլ հիմա զառ ենք գցում, ինչքան է հավանականությունը, որ 3-ից մեծ թիվ կընկնի, 4, 5, 6։ Էլի 1-ը։ Էլի 1/2։ Ստացվեց մի տեղ ունենք 1/3, մի տեղ ունենք 1/4։ Իրար հավասար չեն։ Ուրեմն x, y-ն էլ բան չեն։ Անկախ չեն։ Ես մի հատ էլ տենց ինչ որ
խնդրանման հարց ունեմ, ոնց որ բայց այս մեր դասերի ընթացքում չենք էլի քննարկել։ Ես Դե հաղթեսից է։ հա, ոնց որ Համեցեք։ բան էլի, այտենց պոդքասթի կազինոյի ինչ որ ապարատ է, ու որը ինչ որ 5% հավանականությամբ հաղթում է, էլի, pen 1-ից փոքր է բնականաբար։ Ու ինչ որ մեկը որ այնտեղ նստած է, ենթադրենք իրար հետևից մի 10,000 անգամ հաղթել է, ինչքան է հավանականությունը, որ ինքը հելնի, մյուսը նստի կհաղթի, որովհետև մի կողմից մտածում ես դե պետքա բան անես, էլի, P-ի հա 10,001 աստիճան, բայց մյուս կողմից էլ ոնց որ այդ մարդը նոր մարդ է ու ոնց որ տիպա եթե մենք ղուշգիր խաղանք ու ես 10,000 անգամ ղուշ գցեմ, ձեզ տամ, մեկա ձեր ղուշ գցելու հավանականությունն էլ է, չէ՞, 1/3 դուք չգիտեք անցյալում ինչ ա եղել։ Դե անցյալում ոչ էլ կապ ունի ինչ ա եղել։ Ղուշի կոպեկ գցելը նախորդ գցածների հետ կապ չունի, անկախ են իրարից։ Հենց այդ է, էլի, այս խաղային բանի դեպքում էլ է ինձ հետաքրքիր հավանականությունը ինչքան է լինում, P թե P-ի, նու 10,000-ը պայմանական թիվ ասեցի, էլի։ Դե չգիտեմ, եթե կոպեկ գցելու նման բան է, այսինքն լրիվ պատահականության բան է, ասենք ենթադրենք արդար ռուլետկա է, ռուլետկայով գցում է մեկը 1000 անգամ իր հետևից հաղթում է, այդ ոչ մեկին ոչ մի բանի մասին բան չի պատմում, էլի։ Մեկը նոր մարդ որ գա, լրիվ նույնն է, ինչ լրիվ նոր էջից լինի, որովհետև նշի երրորդ անգամը եթե հաղթել է, ուրեմն 4-րդ անգամը ավելի քիչ հավանական է որ կհաղթի։ Եթե ուղղակի ըստ դրա է խնդրի դրվածքը, էլի։ Հա, որովհետև մի կողմից էլ ոնց որ տիպը 10,001 անգամ էլ հաղթելը ավելի անռեալիստիկ բան է։ Դե այդ արդեն ավելի շատ ոնց որ մաթեմի ոլորտից դուրս է գալիս է տենց մարդու մտածողություն, ինչ որ բան, բայասներ եւ այլն, էլի։ Արդեն հաղթեսից դուրս է գալիս, էլի այդ հարցը։ Փիլիսոփայություն է գնում, հա։ Դե երևի ճիշտ անուն չի փիլիսոփայությունը, բայց կարճ ասած ես կարամ ասեմ, որ մաթեմ չի հարցը, ավելի ճշգրիտ բան կոմպետենտ չեմ ասում։ Okay, իսկ այդ Լիլիայի խնդիրը մենք որտեվ ես ջոգում եմ էլի ինտուիտիվ 1/4, հա, բայց չեմ կարող, ոնց որ մի կողմից էլ, բայց որ մտածում ես 1/4 չէ, 1/3, 1/2 կարծեմ։ Հա, Լիլիայի խնդրի հետ կապված այսօր չենք հասցին նայենք, ինձ թվում է ես բան կանեմ։ Երևի այսօր գիշերը մի հատ վիդեո կսարքեմ դրա հետ կապված, այդ վիդեոն կուղարկեմ chat ու եթե պետք լինի հաջորդ դասին վիդեոից մնացած հարցերը կքննարկենք։ Երևի տենց կանենք։ Okay, լավ։ Էլի ցանկացած ինչ որ հարց, ցանկացած ինչ որ բան, ժողովուրդ։ Եթե հարց չկա, արդեն կավարտենք, որովհետև այսօր մենակ այս 3 խնդիրն ենք նախատեսել, էլի, տենց մի քիչ ավելի բլից թեթև դաս, որ երկու լեկցիայի արանքում հասցնենք մի քիչ թեթևացնենք նյութը, որ հաջորդ գործնականին շատ թեմա չլինի ծածկելու, էլի։ Ինք 4 3 2 1 Դե լավ ժողովուրդ, դե շնորհավոր ձեր անցած 5 նոր տարին երեկվա ու ամենայն հավանականությամբ Պապրիկյանի հետ էլի կհանդիպեք Կիրակի։ Մենք էլ արդեն դրանից մի փոքր հետո կհանդիպենք կրկին գործնականի։ Հիմնականում հաղթեսի մեջ կա արդեն ջարդել ենք, այն էական կտորներով անցել ենք, մեզ սպասվում է մոտակա ապագայում մատ սպասում, վարիանս, այտենց համով թեմաներ, հետո նաև գալու ենք զուգամիտության տեսակներ ենք մի հատ թեթև քննարկելու ու ամեն ինչ վերջանալու է երկու ամենահզոր ու ամենագեղեցիկ դե ամենահզոր ավելի շատ հզորներից մեծ թվերի օրենքով ու կենտրոնային սահմանական թեորեմով իրանց տես թեորեմ ապացույց մակարդակի չեն կանցնի, ավելի շատ ուղղակի զգալու մակարդակի կանցնենք ու փորձենք գնահատել ինչքան իրանց կարևորությունը ու տարածվածությունը։ Այդ մեր այդքան պլանը ու հա, Լիլիայի վիդեոն էլ կաշխատեմ գիշերը ուղարկեմ։ Հաղթեսի մեջը
բաններ, այս PDF, CDF, հա։ Դե ավելի շուտ ոնց որ ըստ cumulative distribution-ով այն նայում էլի, այսինքն մինչև այդտեղի հավանականություններ մեծ էլի, մենակ այս PDF, CDF-ը ինքն իրանով շատ չէր։ Հա։ Էլի ցանկացած ինչ-որ բան, ժողովուրդ։ Դե օքեյ, դե ապրեք որ միացաք այդ դեպքում ու մինչ նորանոր հանդիպումներ։ Առայժմ։ Ձեզ շնորհակալություն, Մերսի։ ցտեսություն։ Նմանապես, հաջողություն։ Շնորհակալություն, հաջողություն։ Ձեզ էլ հաջողություն։